Ամենավատ բանը, որը հիմա տեղի է ունենում, հասարակության սարսափելի պառակտումն է։ Հասարակության երկու մասերի միջև անդունդ է առաջացել, եւ դա շարունակվող process է, անդառնալի process է, որը հետևանքներ կունենա տասնամյակներով։ Փաշինյանը միշտ էր դրա վրա աշխատում 18 թվականից սկսած, ներկա, նախկին, սև, սպիտակ եւ այլն, բայց այն, ինչ որ նա անում է եկեղեցու հետ, դա անպատկառության եւ անօրինականության բարձրակետն է։ Նա ասում է, ես եմ որոշում, ով պետք է լինի կաթողիկոսը, ես եմ որոշում պատարագը ինչպիսին պիտի լինի, ինչ դրոշներ պետք է կախել, ինչ երաժշտություն պետք է հնչեցնել, ում կարելի է կարգալույծ անել, ում չանել, դա կրկնեմ անպատկառություն է եւ անօրինականություն։ Եվ այստեղ արդեն Ջրբաժանը ոչ թե նախքին ներկա, իշխանություն ընդդիմություն, հավատացյալ ոչ հավատացյալ կամ ռուսամետ եվրոպամետ, չէ, Ջրբաժանը անցնում է հետեւյալ ձևով. պարկեշտ եւ անպարկեշտ մարդիկ։ Պարկեշտ մարդիկ պետք է բոլորը, եթե նույնիսկ ատում են Գարիգին Բ կաթողիկոսին, նրանք պետք է դրա դեմ դուրս գան։ Եվ հիմա պատկերացրեք, որ Փաշինյանը էլ չկա։ Մի տարուց, 20 տարուց, թե 10 տարուց նա այլևս չկա։ Ես միևնույն է, չեմ կարողանա փողոցում բարևեմ այն մարդկանց, որոնք հիմա աշխատում են Փաշինյանի մոտ, եւ այն մարդկանց, որոնք այդ անօրինականությունն ու անպատկառությունը պաշտպանում են։ Նրանք էլ երևի չեն կարողանա իմ հետ բարևեն։ Եվ դա, կրկնեմ, տևելու է տասնամյակներ։